Անուն հոր և որդխո և ոգվոյն սրքո, ամեն։ Իրանի սքավուրա ձինոքա մտքարեսին։ Սիրելի ավատավորքներ և պայլներ այսօր մենք միասնաբար հիշատակում ենք սրբոց նահատակած օրը մեր հայրերի և մայրերի, որոնք իրենց կյանքը տվել են, որոնք դարձել են նահատակը և զոհ հայոց ցեղասպանության ժամանակ, որը մեր ազգային ինքնության մեծագույն թե վերքերից էր, թե վկայություններից էր մեր քրիստոնեական հավատքի։ Այո, մեր ինքնությունը բավականին բարդ է, կազմված է տարբեր հիմնադրույթներից, որոնցից նաև կան մեր ազգային ցավերը, սպիները, դժվարությունները, որոնք մենք հաղթարել ենք և որոնք կերտել են մեզ, տվել են մեզ հնարավորություններ այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր։ Եվ ամեն տարի, երբ որ գալիս է ապրիլի 24-ը, ամեն տարի ինչ-որ մի նորովի միտք է արտանում մեր ազգային ինքնության մեջ, ինչ-որ մի բան մեզ հուշում է տեղից շարժելու, ինչ-որ բան անելու, որպեսզի մենք ոգեկոչենք հիշատակը և չմոռանանք, երբեք մոռացության չմատնենք այն, ինչ-որ պատմականորեն եղել է և այն, ինչ-որ միշտ արդիական է։ Մեր սուրբ նահատակների վկայությունը չափազանց կարևոր է մեզ համար, սիրելիներս, նախ և առաջ դա իրենց ընտրությունն էր, ինչու մենք սուրբ ենք համարում նրանց, ովքեր իրենց հավատքի համար իրենց կյանքը տվել են, որոնց թիվը հայտնի չէ, բայց բոլոր նրանք, ովքեր իրենց հավատքի քրիստոնեական պատկանելության համար նահատակվել են, մենք 2015 թվականին մեր եկեղեցին սրբադասել է։ Եվ ինչու՞մ էր իրենց սրբությունը, որ իրենք կատարեցին իրենց կամավոր ընտրությունը, իրենց խաչի ճանապարհին, որովհետև կար այլընտրանքային ճանապարհ, ինչի մասին վկայում է այսօր Թուրքիայի տարածքում ապրող թե համշենները, թե թուրքացած հայերը, մահմեդականություն ընդունված հայերը, այսինքն տարբերակ կար այն ժամանակ ընդունելու այլ կրոն, ուրանալու Քրիստոսին, ընդունելու մահմեդականությունը և դրանով իսկ փրկվել, մազապործ լինել այդ ջարդերից, որոնք արդեն ակնհայտ էին, բայց մեր ժողովրդի մեծամասնությունը չգնաց այլընտրանքային ճանապարհով։ Եղան մարդիկ, որոնք ուրացան իրենց հավատքը, հանուն իրենց կյանքի, որովհետև դա իրենց համար այնպիսի մի բան էր, որ կարելի էր փոխել, և եղան մարդիկ, որոնք չուրացան և մնացին մինչև վերջ իրենց հավատքի դերձորի ճանապարհով և նահատակվելով, իրենց արյունը հեղելով այս անապատում, ինչը միշտ եղել է բաց վերք մեր ազգային ինքնության կերտման պատմության մեջ և երբ որ մեր եկեղեցին կատարեց սրբադասման արարողությունը, կարծես թե ստիացավ այդ բաց վերքը, հնարավորություն տալով մեզ հարության լույսի ներքո տեսնելու այդ մեծ պատմական իրադարձությունը, որը տեղի էր ունեցել։ Այո, դա ընտրության մասին է, սիրելիներս, ինչու ենք մենք հիշատակում, որովհետև դա ոչ միայն մեր պատմական արդար պահանջի մասին, այլ նաև քրիստոնեական հավատքի կարևորության մասին է։ Եթե մարդու համար ինչ-որ բան կարևոր է, մարդը պատրաստ է դրա համար գնալ մինչև վերջ, նույնիսկ իր կյանքը տալու աստիճան։ Եթե մարդու համար դա երկրորդական է, երրորդական է, նա կարող է չգնալ այդ ճանապարհով և ընտրել այլընտրանքային ճանապարհներ։ Քրիստոնեությունը մեր ինքնության հիմքն է, մեր մարդ տեսակի, հայ տեսակի հիմնասյունն է, քրիստոնեական արժեհամակարգը, քրիստոնեական սրբությունները, քրիստոնեական մտածելակերպը, որի հիմքում Հիսուս Քրիստոսի հարության հաղթանակն է, մահվան և մեղքի հանդեպ և
նոր կյանքի տեսլականը, ինչով մենք անցել ենք պատմության օրվույթներում բազմիցս, մենք անցել ենք խաչի ճանապարհներ եւ հարություն ենք արել Քրիստոսի հետ մեկտեղ եւ մեր նահատակները եւս անցան խաչի եւ հարության ճանապարհը, որը ամենից կարևոր ճանապարհն է մարդկային կյանքում։ Դա կարող է բառացի չլինել, բայց երբ որ մարդը անցնում է մեծ դժվարության միջոցով եւ Աստծո օգնությամբ հառնում է, բարձրանում է, հարություն է առնում, նա դառնում է այլ տեսակի մարդ, նա դառնում է նոր տեսակի մարդ, նա մոտենում է այն պատկերին, որը Աստված դրել էր իր մեջ։ Եվ մեր ազգը այդպես է կերտվել, մեր ազգը կերտվել է խաչի եւ հարության խորհրդի ներքո սիրելիներս, դա մեր ինքնության հիմնասյունն է, որը ուրանում ենք ինքներս մեզ, որը փորձելով շրջանցել, անտեսել, մոռացության մատնել, այլ մեկնաբանություն տալ, մենք ինքներս մեզ հեռացնում ենք, ինքներս մեզ վնասում ենք, ինքներս մեզ մոռանում ենք։ Մարդը հիշողությամբ է, որ ապրում է սիրելիներս։ Ոչ մի կենդանի չունի պատմական հիշողություն։ Այսինքն հորթը չի հիշում, թե ով է մորթել իր մորը կամ իր տատին։ Մարդը հիշում է։ Մարդը հիշում է եւ դրանովից տարբերվում է կենդանուց։ Եվ մենք եւս հիշում ենք եւ հասկանում ենք եւ պահանջում ենք եւ դրա մեջ տեսնում ենք մեր ազգային զարթոնքի եւ մեր առաջընթացի ճանապարհն է։ Այդ արդար պահանջի ցեղասպանության ճանաչման, որը ամբողջ աշխարհում գրեթե ճանաչվել է եւ մեզ հնարավորություն է տվել նորովի ընկալելու մեր կյանքը։ Եվ այսօր, երբ որ մենք նայում ենք մեզ, մենք պիտի հասկանանք, թե ովքեր ենք մենք, մեր ինքնությունը ինչից է բաղկացած, մեր ինքնության մեջ ինչ կետեր կան, որոնք մեզ են կերտում, այդ համայնապատկերը, այդ խճապատկերը, որը կտոր հավաքվում է, դա մենք ենք, այդ puzzle-ը, այսօրվա լեզվով ասած։ Եվ դրան շատ կարևոր է մեծ հատվածը դա հայոց ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության ճիշտ ընկալումը, մեկնաբանությունը եւ մշտական հիշատակումը մեր մեջ։ Երբ որ մենք դա հանում ենք մեզանից, մենք այլևս այն չենք, ինչ որ պիտի լինենք։ Մեր ինքնությունը պակասավոր է դառնում։ Մեր ինքնության բաղադրիչների մեծամասնությունը կապված է մեր հավատքի հետ, մեր քրիստոնեական աշխարհայացքի ընկալման հետ։ Երբ որ մենք դա հանում ենք, մնում է մի քանի բան, որը մեզ գրեթե չի տարբերում մեր կողքի ազգերից, հասկանում եք ինչ եմ ես ասում։ Այսինքն հայը, ով որ չունի ինքնության բաղադրիչները, չունի ամուր պահած իր խաչը, իր հավատքը, իր քրիստոնեական աշխարհահաղթակ ճշմարտությունը, շատ բանով չի տարբերվում թուրքից։ Շատ բանով չի տարբերվում։ Նույն ձև ապրում է, ուտում է, խմում է, բազմանում է, աշխատանք է ստեղծում, առևտուր է անում եւ այլն։ Արտաքին շատ չնչին տարբերություններ կան։ Մեր ինքնության հիմնական տարբերությունը մեր հավատքն է, որը մեր արմատն է, որը մեզ տալիս է կենսատու ուժ։ Այնպես ծաղիկը, որ սնվում է արմատից, մի պահ կտրվում է, այս ծաղիկները ուրիշ միջավայրում են։ Արմատ չունեն, մի շաբաթ կապրեն։ Մի շաբաթից հետո ինչքան է ջրի մեջ մնան, իրանք թարամելու են։ Դա մենք ենք այսօր մեզ փորձում են մեր արմատներից կտրել, գեղեցիկ տեղ դնել, ջրի մեջ դնել, որ մենք կարծես թե ավելի հեշտ է մեր կյանքը, բայց այդ ջուրության, այդ հեշտության այդ մեկտեղ գալիս է աստիճանական թարամումը եւ մահը։
Եվ ընտրությունը մերն է այսօր սիրելիներս։ Մեր քրիստոնեական հավատք եւ մեր քրիստոնեական ինքնությունը մեզ համար ինչ գին ունեն, ինչ պատրաստ ենք մենք տալ։ Եթե մենք ընտրության առջև կանգնենք, լինենք քրիստոնյա, թե չլինենք քրիստոնյա, ինչ պատրաստ ենք մենք վճարել, ինչ գին պատրաստ ենք մենք։ Արդյոք մենք շարունակողն ենք մեր սրբազան նախնիների, որոնք ամբողջ պատմության մեր ընթացքում սրբությամբ պայել հավատք իրենց կյանքի գնով։ Մեր հայոց հողը նահատակների արյամբ հեղեղված հող է, սիրելիներս, ջրված հող։ 4-րդ, 5-րդ դարից սկսած ամբողջ պատմություն ուսումնասիրեք եւ տեսեք, որ մեր պատմությունը քրիստոնեական խաչը ամուր պահելու, ամեն գնով պաշտպանելու մեր հավատքը եւ պայքարելու, նահատակվելու եւ հաղթելու ճանապարհ է։ Բայց մենք այսօր փորձում ենք քրիստոնեությունը տեղավորեցնել մեր հարմարավետության մեջ։ Եթե հարմար է լինել քրիստոնյա, եթե քրիստոնեությունը ինձ տալիս է բարեկեցություն, ջուրին կյանք, ավելի հեշտ ճանապարհներ, եթե քրիստոնեությունը ինձ համար այդպես գեղեցիկ եւ մոդայիկ է, ուրեմն ես քրիստոնյա եմ։ Եթե քրիստոնեությունը ենթադրում է դժվարություն, ինչ-որ բանից զրկանք, ինչ-որ պայքար, ուրեմն ես քրիստոնյա չեմ։ Այսօր դա է քարոզվում սիրելիներս։ Այսօր այդ քարոզչամ մեղքենան է աշխատում, եթե մենք չստափենք եւ լուրջ գիտակցության չգանք, մենք այս ծաղիկների կյանք ունենք, որոնք ինչ-որ ժամանակով են առանց իրենց արմատների ապրում։ Եվ մեր նահատակները, բյուր նահատակները, որոնք երկնքում այսօր կան եւ մեզ են դիտում իրենց բարձունքներից, այն անմեղ երեխաները, որոնք կյանք չեն տեսել, մայրերը, հայրերը, որոնք զանգվածաբար նահատակվել են, ոչնչացվել են, այսօր երկնքից նայում են մեզ եւ ուզում են մեր մեջ տեսնել մեկ բանը, արժևորումը մեր հավատքի եւ դրա համար մենք իրենց հայացքը մեզ համար պետք է պարտավորեցնում։ Մենք ոչ թե ուղղակի հիշատակում ենք, որ եղել է ցեղասպանությունը եւ անարդար է եղել այդ ամենը, մենք իրենց հայացքի ներքո ենք ապրում եւ մենք շարունակող ենք հավատքի ճանապարհին, ցույց տալու համար, որ դա մեզ համար գլխավոր արժեքն է եւ մնացած ամեն ինչը բխում է դրանից իրենց։ Եվ եկեք այսօր խնդրենք մեր սուրբ նահատակներին, որպեսզի մեզ համար երկնային բարեփոխներ, որպեսզի մենք ամուր պահենք մեր ինքնության խաչը, մեր ինքնության հիմնասյունը, մեր քրիստոնեական հավատքը կարողանանք տեսնել Քրիստոսին, որը հարություն է առել եւ նոր կյանք է տվել մեզ, նոր հնարավորություն է տվել վերապրելու ամեն տեսակի դժվարություն եւ իր հետ հաղթահարելու, իր արքայության մեջ լինելու եւ այդպես իրականով մեր կյանքը կառուցել ամուր հիմքերի վրա, որպեսզի ամեն մի քամուց եւ փոթորիկից մեր հոգեոր շինությունը չքանդվի եւ չավերվի։ Թող Տերը իմաստություն տա բոլորիս ապրելու հերանեկարային մեծ տեսլականով մեր սերունդներին ժառանգելու լավագույնը, լավագույն արժեքները, սրբությունները, նրանց կերտողը եւ փոխանցողը լինել։ Աստծո շնորհը, սերը եւ օրհնությունը թող լինի բոլորիդ հետ։ Այսօր եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս արիա իմերեդոս։